Շատ կարևոր արձանագրումներ արվեցին շտաբ բուժօգնության ծառայության 2-3 տարվա ընթացքում տրանսֆորմացիայի վերաբերյալ եւ իրականում մեր շտաբ բուժօգնության ծառայության որակը էականորեն բարձրացել է։ Սա ակնհայտ է դառնում նաեւ մարդկանց տված մեզ այսպես ասած մեկնաբանություններից որակի վերաբերյալ իհարկե թվերը շատ խոսուն են 141 միլիոն վնասից հասել ենք 168 միլիոն շահույթի ամբողջապես վերազինվել ենք ամբողջապես թվայնացվել ենք ամբողջապես անցել ենք անկանխիկ վճարումների եղանակի չափորոշիչներին համապատասխանեցվել ենք Էլ չասեմ, որ ես հիշում եմ առաջին գործակարգավարականներին, ես հիշում եմ զեկույցներ, որ զանգերի 78%-ն է սպասարկվել եւ իմ մոտ հարց առաջացավ, ոնց կարող է լինել, որ շտաբ բուժօգնություն մարդը զանգահարի եւ իրեն այդ զանգը չսպասարկվի։ Հիմա այդ հարցը նույնիսկ չենք քննարկում, որովհետեւ դա ենթադրվում է, որ 100%-ն էլ պետք է սպասարկվի։ Եվ իրականում կարծում եմ սա շատ կարևոր արձանագրումներ են եւ գիտեմ նաեւ որ նախարարությունը որոշակի նախաձեռնություններ ունի արդիականացման ընդհանուր համապետական շտաբ բուժօգնության ծառայության ստեղծման եւ ես կարծում եմ մեր փորձը ընդհանուր առմամբ կարող է ծառայել որպես լավ հիմք թե ինչպես կարելի է որոշակիորեն տրանսֆորմացնել ծառայությունը եւ իհարկե խոսքը չի գնում մեր ծառայությունը որևէ մեկին հանձնելու մասին, բայց ընդհանուր մեկ տրամաբանության, մեկ հարթակով աշխատելուն կարծում եմ շատ տրամաբանական լուծումներ պետք է տրվեն, որոնք որ օրինակ, չգիտեմ, տրվում են, երբ որ մարդը զանգահարում է արտակարգ իրավիճակների դեպքում կամ ոստիկանություն է զանգում շատ դեպքերում մեր շտաբ բուժօգնությունը միանգամից նույնպես գնում է, հիմա նույն տրամաբանությամբ պետք է ինտեգրել մեր ընդհանուր, այսպես ասած, ծածկույթը եւ երբ որ պետք է, որ Երևան քաղաքի շտաբ բուժօգնության ծառայությունը դուրս գա Երևան քաղաքի սահմաններից դուրս, որովհետեւ ավելի հարմար է դա եւ սպասարկի եւ երբ որ պետք է ընդհանուր հանրապետական շտաբ բուժօգնության ծառայությունը մտնի Երևան քաղաքի սահմաններ, դրանք տենց շտկվող տեխնիկական պարզ հարցեր են եւ կարելի է ընդհանուր տրամաբանության բերել եւ կարծում եմ մենք պատրաստ ենք դա իրականացնել եւ նաեւ ուրախ կլինենք այս տեսակ ինտեգրացիաներին